Հայաստանի այսօրվա բնակչության մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր եկել են, ում նախնիները գաղթել են Վանից են եկել, Մուշից են եկել, Կարսից են եկել, տարբեր տեղերից են եկել։ Բանի մեծ եղերնի ցեղասպանության բերումով, պատճառով գաղթել են եկել են Հայաստան։ Ու ներքին խաղաղությունը ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել։ Ներքին խաղաղություն գտնելու համար մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հայրենիք փնտրելու գործընթացը ավարտված է ժողովուրդ։ Մենք մեր հայրենիքը, մեր երազանքի հայրենիքը գտել ենք եւ դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, մենք պետք է վերադառնանք Մուշ, մենք պետք է վերադառնանք Ղարաբաղ, մենք պետք է վերադառնանք Նախճեվան, մենք պետք է վերադառնանք, չգիտեմ, տարբեր տեղեր, գիտեք ինչա դա, ինչ հոգեբանական ազդեցություն է մեր վրա թողնում։ Մենք մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ։ Հասկանում եք, մենք մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ, որովհետև եթե սա այն տեղը չի, լսեք, պատկերացրեք, դուք միտեղ եք գնում եւ հասել եք կանգառի։ Դուք այդ կանգառում ոչ նորմալ հաց ուտելիս եք նորմալ հաց ուտում, որովհետև անդադ փշերի վրա եք, կանգառ, պետք է հələ տեղ չեք հասել, ժամանակի խնդիր ունեք, շարժվելու խնդիր ունեք, ոչ քնելիս եք նորմալ քնում, ոչ էլ որևէ բան անելիս եք նորմալ անում։ Մեր երկրի բոլոր խնդիրները, որ մենք միջև ինչքան խնդիրներ ունենք լուծած, նրանից է, որ ինձնից սկսած, ձեզանով շարունակած բոլորս կանգառի զգացողության մեջ ենք։ Սա մեզ համար, սա մեր երկիրը չենք մենք համակել հանգրվանի զգացողությամբ, մենք անդադ կանգառի մեջ ենք, մենք հələ տեղ չենք հասել, հələ Ղարաբաղ կա, որը պետք է տեղ հասնենք, հələ Վանը, հələ Մուշը, հələ էլ չեմ ասում, գերեվակայությունները երբեմն պտտվում է ավելի ուրիշ տեղեր։ Եվ այսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն է, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնման։ Մենք տեղ ենք հասել, ժողովուրդ, մենք տեղ ենք հասել։ Եվ ես ուզում եմ առիթը օգտագործելով նաև մեր Ղարաբաղի, մեր հայրենակիցներին դիմեմ, որովհետև այդ Ղարաբաղի մեր ժողովուրդը Ղարաբաղում էլ է կանգառի տրամաբանության մեջ եղել, որովհետև չեն իմացել այդ մարդիկ լավ ինչ ալնելու։ Հիմա եկել են ստեղ, մենք ուզում ենք այդ մարդիկ տնավորվեն, մեր նման տնավորվեն, կանգառի զգացողությունը փոխեն հանգրվանի զգացողությամբ։ Եվ այդ մարդկանց անընդհատ չեն թողում, որ իրանք այդ հանգրվանի զգացողությունը ունենան, անընդհատ վերադարձ, եւ էլի ասում եմ ժողովուրդ, վերջին մեր տարածքում, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, 1045 թվից այսօր, մինչև 1918 թիվը, պետություն չի եղել ժողովուրդ, հայկական պետություն չի եղել, պատկերացնում եք, Բագրատունյաց թագավորության անկումից հետո, այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել։ Եվ հորդաներ են եղել, մոնղոլ թաթարներ են եղել, եկել են, գնացել են, խառնվել են, մենք են գաղթել, մեզ են գաղթեցրել եւ այլն։ Բայց հասկանում եք, եւ այս տրամբան, բայց այս տարածքում եղել են պետություններ։ Այս տարածքը երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ, 1000 տարի, դուք պատկերացնում եք այդ ինչա։ Եվ այդ վերադարձների թեման անընդհատ այդ կանգառի տրամաբանությունից պետքա դուրս գալ, որովհետև եթե մենք պետքա վերադառնանք ինչ հրահրում ենք այդ ինչ-որ տեղին, որ նրանք ասեն, մենք է վերադառնում ենք ստեղ, որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայություն է։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչքան երջանիկ ենք այսօրվա իրավիճակով, այսօրվա ստատուս քվոյով։
որ մենք ունենք ի վերջո հայրենիք պետություն, որը մենք պիտի որոշենք մեզ համար կանգառա թե հանգրվանա։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառ չի, ժողովուրդ, մեզ համար հանգրվան է եւ Հայաստանի պետականության հարատեվության օրակարգ ստեղից է բխում։ Ոչ ոք, ոչ Վանից եկածները, ոչ Ղարաբաղից եկածները, ոչ Իրանից եկածները, ոչ Սիրիայից եկածները ոչ մի տեղ պետքա չգնան, պետքա մնան ստեղ, սա մեր բոլորի հայկական, մշտական, հավերժական, հարատև հանգրվանն է։ Եվ այս ընտրությունները, այս հարցն են որոշելու, ժողովուրդ ջան։ Դուք պետքա մի հարց որոշեք։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառա թե հանգրվան։ Ես առաջարկում եմ, ես չեմ առաջարկում, ես ձեզ խնդրում եմ, եկեք Հայաստանին չվերաբերվենք որպես կանգառ, այս ինչքան չկառուցված, փլուզված, քայքայված, ինչ որ տենում եք այդ կանգառի զգացողությունից, որ մենք ասում ենք հա դե լավ, մեկա էս չի, մեր ավետած երկիրը էս չի, մեկա սա կանգառ է, մեկա սա ճանապարհ է, մեկա սա ճամփեզր է, սա ճամփեզր չի, ժողովուրդ, սա հանգրվան է։ Մենք պետքա այս ընտրությունը նրա մասին է, որ մենք պետքա առերեսվենք մեր երջանկությանը, որ մենք ունենք պետություն, որ մենք ի վերջո ունենք հանգրվան, եւ մեզ պետք չի աչքներս գցել այս կողմ են կողմ, մեզ պետք է կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրի վրա եւ պետք է երկիրը դրախտ դարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ձեզ համար, բոլորիդ համար, Հայաստանի Հանրապետությունը դրախտ է։